Ընկերներ ողջույն, ընդհատակից զրույցները շարունակվում են, այսօր խոսելու ենք Գյումրու ընտրությունների մասին, ավելի շուտ ընտրությունների արդյունքների մասին, բայց մինչև այդ առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-ան ալիքին, հավանել, տարածել ընդհատակից զրույցները։ Ցավոք սրտի, այսօր որևէ պատճառ չկա ուրախ բաների մասին խոսել, չնայած որ ինչպես տեսնում եմ Facebook-ում որոշ ընդդիմադիրներ, շատ ընդդիմադիրներ տոնում են Գյումրիում իրենց փառահեղ հաղթանակը, շնորհավորում են իրար, ազդարարում են Նիկոլ Փաշինյանի ԿՊ-ի պարտությունը եւ այն ինչ որ կատարվեց Գյումրիում դիտարկում են որպես իշխանափոխության մեկնարկ։ Ինչ խոսք, փառահեղ հաղթանակ էր, փառահեղ եկե ճակերտների մեջ։ Գիտեք, այս հաղթանակ կոչվածը այնքան դառնահամ է, որ ինքս ինձ մի մտքի վրա բռնացրեցի, որ ամեն անգամ, երբ որ մեր իշխանությունը կամ ընդդիմությունը հաղթում է, չգիտես ինչի, դա նշանակում է հայ ժողովրդի եւ հայկական պետության պարտությունը։ Միշտ այդպես է լինում, Նիկոլ Փաշինյանն էլ չի թաքցնում, այդ մարդն հիմա այդ կարգի խորացել, որ իր բոլոր պարտությունները ներկայացնում է որպես հաղթանակ։ Նիկոլ Փաշինյանին դնենք մի կողմ, բայց ընդդիմության բոլոր հաղթանակներն էլ ըստ էության, եթե կան այդպիսի հաղթանակներ, նշանակում է, որ դա բան է, հայ ժողովրդի պարտությունն է։ Եվ ըստ էության, այն ինչ որ տեղի ունեցավ Գյումրիում, դա մեծ հաշվով հաղթանակ չի, դա գյումրեցիների, հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության պարտությունն է, եթե իհարկե Վարդան Ղուկասյանը դառնա քաղաքապետ, բայց նույնիսկ եթե չդառնա էլ, նույնիսկ եթե նա ձերբակալվի, նույնիսկ չգիտեմ, ինչ որ հրաշքով երկնքից ինչ որ մատ քարն գնի, իրավիճակը փոխվի, բայց այնուամենայնիվ հենց այդ արդյունքը, քվեների քանակը, մյուս ընդդիմադիրների տրամադրվածությունը, ընդհանրապես Գյումրիի ձևավորված էլեկտորալ կառուցվածքը արդեն իսկ մտահոգիչ է եւ ազդարարում է մեր ժողովրդի, մեր պետության պարտության մասին, առաջին հերթին ինտելեկտուալ պարտության մասին, քաղաքական պարտության մասին։ Այստեղ երբ որ օգտագործում ենք պարտություն, եզրույթը պետք է հասկանալ նաեւ դրա հեռանկարը, այսինքն կարևորը ոչ այնքան ինչ որ այս պահին եղավ, այլ այսօրվա եղածի հիմքի վրա ինչ կարող է լինել հետո, այսինքն ինչ հեռանկար է սպասում, իսկ այն ինչ որ եղավ Գյումրիում, դա չի կարող լավ բանի վկայել, դա չի կարող լավ արդյունքի հանգեցնել։ Եվ որպես քաղաքական արձանագրում եթե անենք, փաստորեն ընդդիմությունը, մեր ժողովուրդը նորից կանգնեցին այդ նույն չարաբաստիկ փոսխի վրա։ Այսինքն ամեն անգամ ընկնում ենք մատ փոսխի վրա ենք կանգնում, որ ասած խփում է մեր մարտին։ Հիմա մենք նորից կանգնեցինք այդ փոսխի վրա ընդդիմության գլխավորությամբ։ Իսկ որնա քաղաքական գնահատականը փաստորեն Գյումրիում տեղի ունեցավ կրիմինալի ռեստավրացիա։ Պետք է հստակ ասենք, այն կրիմինալի ռեստավրացիան, որը նույնիսկ ժամանակին չեզոքացվել էր Սերժ Սարգսյանի վարչակազմի կողմից, որոնց նույնիսկ Սերժ Սարգսյանն էր ինչ որ պայքար մղում, ուզում էր դրանց մարտինալացնել, ետին պլան մղել։ Հիշենք, կանոն արդարության պետք է ասենք։ Այսինքն գործում ենք սարսափելի ռեստավրացիայի հետ, գործում ենք սարսափելի վերադարձի հետ, ինչը չի կարող լավ բանի վկայություն ունել։ Եվ այստեղ այս հեգնական միտքն է էլի այդ գալիս, տենց լավ չի, իսկային վերադարձրեք, Հովիկ Արգամիջին վերադարձրեք եւ վերադարձրեք ամբողջ այդ կրիմինալ աստղաբուլը, թող ամենտեղ իրանք հաղթեն։ Դա հրաշալի պայքար է Նիկոլ Փաշինյանի եւ ԿՊ-ի դեմ։ Ինչ խոսք, այս հաղթանակը ապահովել է մեր պետության եւ մեր ժողովրդի վերելքը, ինչ ասեմ, ուրիշ ասելիք ըստ էության չկա։ Եվ այստեղ մի ուրիշ բան էլ է այդ գալիս, որ այս մեր ընդդիմադիրները, ընդդիմության առաջնորդները մտահոգված են կարճաժամկետ, ժամանակապրեպ, քաղաքական
տեղաշարժերով։ Այսինքն չի նկատվում մտահոգությունը, երկարաժամկետ հիմնային մտահոգությունը պետության ապագայի ժողովրդի ապագայի համար։ Իրանք ամեն մեկը մտածում են իրենց կարճաժամկետ մանդատների, ֆինանսական հոսքերի, եկամուտների, քաղաքական դիրքավորման մասին։ Ըստ էության այս նույն մոտեցումն ա եղել նաև Արցախյան հարցի վերաբերյալ, այսինքն երկարաժամկետ մեր պետականության եւ ազգի շահը չի դիտարկվել եւ հստակ մենք տեսանք նաեւ այս ամեն ինչը Գյումրիում։ Եթե իսկապես ընդդիմադիրները մտածեին պետության շահի մասին, ապա վստահաբար այդ իրաց ներքին գզվռտոցը կդնեին մի կողմ եւ այլ տեխնացու առաջնային պլան կմղեին։ Օրինակ ինչ վատ տեխնացու կներ Ռուբեն Մխիթարյանի, դեպս ամենամեծ Ռուբեն Մխիթարյանի ֆանատներից չեմ, այնպես չի որ նրան լավ եմ վերաբերվում, ընդհակառակը Ռուբեն Մխիթարյանը իմ համոզմամբ մեր երկրում վուլգար զանգվածային մշակույթի սիմվոլներից մեկն է, կավենային զանգվածային մշակույթի խորհրդանիշներից մեկն է, իսկ այդ կավենային զանգվածային մշակույթը իր էությամբ քայքայիչ է, ոչ միտեղ չտանող է, փակուղային է, ու միֆեր վերարտադրող է, ինչ-որ քայքայիչ արժեքները լեգիտիմացնող է, բայց սրա մեջ չխորանանք, այնուամենայնիվ, բայց Ռուբեն Մխիթարյանը նոր մարդ էր, երիտասարդ, նայում ես դեմքին, տեսնում ես մարդ, տարբերություն այլ տեխնացուների, նայում ես դեմքներին, կամ կոնկրետ նայում ես դեմքին, տեսնում ես որ մարդակերա, արնախում է, հանցագործա, այն ինչ-որ ինքը խոսում է արյան մասին, խոսում է մարդակերության մասին, որ նայում ես Ռուբեն Մխիթարյանի դեմքին, տեսնում ես մարդ, որը ունի խիղճ, որը ունի ընտանիք, որի երեխաները ծառայում են բանակում, որը թաթախվաշի է մարդակերության կրիմինալի մեջ, որը կարելի էր գտնել այդպիսի մի կոմպրոմիս, այդ երիտասարդ Ռուբեն Մխիթարյանը դառնար քաղաքապետ, որը թողնենք մի կողմ մեր բացասական վերաբերմունքի իր գործունեության նկատմամբ, միգուցե դրսևորվեր որպես եռանդուն, որպես աշխուժ, որպես հնարամիտ, կրեատիվ, քաղաքապետ եւ պետական գործիչ, եւ սա կլիներ լուրջ տեղաշարժ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարում, կամ պայքարի մեջ կլիներ լուրջ տեղաշարժ եւ մենք կտեսնենք, որ մեր ընդդիմությունը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ մյուսները դարձան են քաղել անցյալի սխալներից եւ առաջին հերթին սկսել են իրենցից, երիտասարդացրել են իրենց կազմը, իրենց այդ օջոս, այդ պատեհապաշտ կրիմինալ հատվածներին դուրս են մղել իրենց շարքերից եւ առաջնորդվում են պետության տեսանկյունից, պետականության տեսանկյունից, բայց մենք չտեսանք այդ կոմպրոմիսը, ընդհակառակը անընդհատ ականատես ենք լինում այդ գզվռտոցին, այդ ներքին գզվռտոցին, իրար միս են անընդհատ ուտում, իրար չգիտեմ ինչերի մեջ են մեղադրում, դա են քննարկել եւ արդյունքում Գյումրիում ունենք այն ինչ որ ունենք այստեղ նաեւ մի ուրիշ թեմայի մասին եմ ուզում խոսել ժողովրդավարությունը մեր միջավայրում շատ սխալ է մեկնաբանվում դա դիտարկվում է որպես ինչ-որ սուրբ կրոն, աղանդ, որին պետք է հավատալ, որի առաջ պետք է խոնարհվել, որի առաջ պետք է զոհ մատուցել, բայց ժողովրդավարությունը կրոն չի, ժողովրդավարությունը կառավարման համակարգ է, որը շատ բարդ համակարգ է, որը անցել է երկար պատմական ընթացք ունի բազմաթիվ առանձնահատկություններ, այսինքն բազմաշերտ է։ Ժողովրդավարությունը միայն դրական աստվածություն չի, ինչ է ներկայացվում Նիկոլ Փաշինյանի կողմից։ Ժողովրդավարությունը ունի նաև իր մութ կողմերը, ժողովրդավարությունը նաև ունի իր վտանգները, եւ իմ խորին համոզմամբ մեր հասարակությունը պատրաստ չի դիմագրավել այդ նոր 21-րդ դարի մարտահրավերին, որը իր հետ բերում է ժողովրդավարությունը։ Իհարկե մեր միջավայրի ժողովրդավարությունը դա կայացած ժողովրդավարություն չի, մենք ունենք ժողովրդավարություն միայն լոզունգների մակարդակով, բայց այնուամենայնիվ ինչ որ ժողովրդավարական մեխանիզմներ իրագործվում են եւ դրանց իրագործումը հնարավոր է
դա նաև հնարավոր էր այն ժամանակ, Սարգսյանի ժամանակ, Քոչարյանի ժամանակ, առավել եւս 90-ականների, Նիկոլ Փաշինյանի ժամանակ ավելի շատ է հնարավոր դառնում, այսինքն ժողովրդավարության ինչ-որ ատրիբուտներ ունենք եւ բնականաբար այդ համակարգի գործարկումը իր հետ բերում է նաև մարտահրավերներ։ Հայաստանի ժողովրդավարությունը կամ ժողովրդավարության տնազը, այսպես ասենք, ժողովրդավարության ջատագովները անկարգ չներվեն ասելով, որ ինչ ժողովրդավարություն, Նիկոլ Փաշինյանը դեմոկրատ չի։ Լավ, այդ է դնենք մի կողմ։ Որն է ամենախոցելի կողմը։ Մեր ժողովրդավարությունը ունի ինստիտուցիոնալ հիմքեր, ըստ էության, որոնք են այդ ինստիտուցիոնալ հիմքերը։ Առաջինը թինքախ հասարակություն, երկրորդը ազատ անկախ դատարաններ։ Իհարկե եւ չունենք հանրային վերահսկողական մեխանիզմներ։ Այդ երեք եթե չկան, կամ այս երկուսը եթե չկան, ապա ժողովրդավարության մասին խոսակցությունները մշուշոտ են ու վիճարկելի։ Նաև չկա իշխանությունների տարանջատման սկզբունք, չունենք առանձին դրսևորվող ուժեղ խորհրդարան, գործադիր իշխանությունը ըստ էության իրապետող դիրքեր է զբաղեցնում եւ յուրացնում է, օրորի յուրացնում է, ել ավելի ուզուրպացնելով իշխանությունը, ել ավելի ընդլայնելով իր ազդեցության գոտիները, չունենք ըստ սահմանադրության գործող իրավապահ կառույցներ, քննչական կոմիտե, ոստիկանություն, ԱԱՑ, մեր ուժային կառույցները, իրավապահ կառույցները միշտ ծառայել են որևէ լիդերի, այլ ոչ երբեք սահմանադրությանը եւ օրենսդրությանը։ Այսինքն այդ առումով մեր ժողովրդավարությունը խոցելի է եւ մենք ավելի շատ նմանվում ենք այն հասարակություններին, որոնք ապրում են մեջից 200-300 տարի առաջ, այսինքն ժողովրդավարության սառնային վիճակում ենք գտնվում, որտեղ ժողովրդավարությունը դրսևորվում է կլանային մակարդակում, այսինքն Հայաստանում գոյություն ունեցող ժողովրդավարությունը, եթե կարող ենք այսպես ասել, դա հասարակության համար չի, դա կլանների համար է, կլաններ, որոնք ունեն փող, ազդեցություն, որոնք զինված են, որոնք կարող են տարատեսակ հարցեր լուծել, շրջանցելով օրենքը, շրջանցելով ինստիտուտները եւ հիմա մեր հայկական ժողովրդավարությունը սրանց մրցակցության մասին է, ինչը մենք տեսնում ենք նաեւ Գյումրիում, այսինքն ժողովրդավարությունը կլանների համար, կլանները իրար մրցակցում են եւ մրցակցության մեջ տեսնում ենք պսևդո ժողովրդավարության գործիքները, ընտրություններ, մրցակցություն, մասնակցություն, քարոզ, ազատ խոսք, բանավեճ, դիսկուրսի իմիտացիա, քաղաքական դիսկուրսի, այդ այս ամեն ինչը հասարակության ազգի ժողովրդի համար չի։ Ռեսուրսներ ունեցողները իրար մրցակցում են, իսկ հասարակությունը մի կողմ է թողնված։ Նրա խոսքը լսելի չի, նրա շահերը լսելի չեն։ Եվ այս առումով թվում է ամեն ինչ Գյումրիով չի ավարտվելու։ Եվ այս ժողովրդավարության մութ կողմերը նոր մարտահրավերներ են մեզ համար բերելու եւ մենք ունենալու ենք նոր հարվածներ։ Եվ պետք է կարողանանք դիմագրավել այդ հարվածներին եւ պետք է կարողանանք դիմագրավել այդ մարտահրավերին։ Ինչ ենք անելու մեր հասարակության հետ, ինչ ենք անելու մեր պետության հետ, այս խոցելի մտածողությամբ, այս խոցելի պատկերացումներով ժողովրդավարության մասին։ Ինչևից է այն ինչ որ տեղի ունեցավ Գյումրիում, դա հաղթանակ չի, պետք չի դա դիտարկել որպես հաղթանակ, սա բոլորի պարտությունն է, իշխանության պարտությունն է, հասկանալի պատճառներով ընդդիմության պարտությունն է եւ առաջին հերթին պարտությունն է Հայաստանի պետականության եւ հայ ժողովրդի։ Նիկոլ Փաշինյանի այլընտրանքը կամ պետությունը հաջողի հանած կոլաբորացիոնիստ կառավարության այլընտրանքը չպետք է լինի կրիմինալ է եւ չպետք է լինի կրիմինալի հանցագործ տարերի քրեական մտածողության ռեստավրացիա մեր երկրում։ Սա ինձ թվում է, չգիտեմ, քաղաքական այբենարանա, որը պետք է բոլորը հասկանան, բայց ցավոք սրտի այս մտածողությունը բացակայում է եւ նորից տիրապետողը
ամեն կերպ իշխանություն փոխելու այս մտայնությունը, իդեպ այս մտայնության մեջ մենք մի ժամանակ այս մտայնությունով մենք ապրել ենք, տարվել ենք այս մտայնությամբ, կարծելով որ ամեն գնով հեռացնենք Սերժ Սարգսյանին եւ ով ուզում է թողա, նույնիսկ Նիկոլ Փաշինյանը գա, ոչինչ աշխատի կսովորի, բայց մենք տեսանք թե ինչ եղավ եւ եկավ պոպուլիստ մեկը, որ կործանեց ամեն ինչ, մենք հիմա չունենք Արցախ, ունենք պատրաստում սպառնալիք, ունենք քայքայված երկիր եւ հիմա չպետք է առաջնորդվենք հիմա նույն մեթոդաբանությամբ, չի կարելի այսպես մտածել, որ ոչինչ թող Նիկոլ Փաշինյանը գնա, ով ուզում է գա, չի լինի, ըստ էության մեծ տարբերություն չկա Վարդան Ղուկասյանների եւ Նիկոլ Փաշինյանների միջեւ, ուղղակի այս երկու բևեռները այլասերված են յուրովի, հետո ինչ որ հռետորաբանությունը տարբեր է։ Մի խոսքով, այսքանն էր այսօրվա ընդհատակից զրույցը, սրա մասին եմ ուզում ահազանգել, ունենք մտահոգիչ արդյունք, այս արդյունքը կարող մեծանա եւ մեծ հաշվով արդեն դրա դրսևորումները մենք տեսնում ենք հանրապետության տարբեր շրջաններում, բայց այն ինչ որ եղավ, այս փորձառությունը կարա շատ վտանգավոր բաների հանգեցնի, ընդգրկելով համապետական ընդգրկում, այսինքն ընդգրկելով համապետական մասշտաբներ։ Ինչևիցե, շնորհակալ եմ մեր բոլոր հետևորդներից, շնորհակալ եմ հավանումների, տարածումների համար, առաջարկում եմ կանգ չառնել, ովքեր որ առաջին անգամ են տեսնում, հավանային տարածել մեր YouTube page-ը եւ այսքանը կհանդիպենք, շնորհակալ եմ։